Տիկին Մկրտչյան, նախ այսօրվա դատական նիստից ակնկալիքներից խոսենք, խափանու միջոցի հարց է քննվելու, ինչ սպասել, հաշվի առնելով, որ համատեքստում շարունակում են ներքաղաքական իրողությունները, լարված մնալ արդյոք կհաջողվի հասնել խափանու միջոցի փոփոխության։ Նախ ես ուզում եմ շեշտել, այսօր ինչ էլ որ լինի դատական նիստի ժամանակ, դա հանկարծ չշփոթել արդարադատության իրականացման հետ, որովհետև 2 տարի կարված շինծու գործով, որը բացվել, ստեղծվել, սարքվել է միայն Նիկոլի հանձնարարությունը կատարելու համար, նրա համար, որպեսզի հանրապետական կուսակցության փոխնախագահին պարոն Աշոտյանին մեկուսացնեն հասարակական գործընթացներից, միայն նրա համար, որ պարոն Աշոտյանը դադարի ճշմարտությունը պատմել Հայաստանի քաղաքացիներին, ինչ էլ որ լինի այսօր, դա արդարադատության իրականացում չի լինելու։ Պարոն Աշոտյանը 2 տարի անազատության մեջ է, այն դեպքում, երբ որ 1 օրվա անազատության մեջ լինելը անգամ հիմնավորված չի արդարադատության տեսանկյունից, իրավական process այս գործի մեջ չկա եւ Հայաստանի քաղաքացիները եթե հնարավորություն ունենային վկաների հարցաքննությունը հենց ուղիղ եթերով դիտելու, եթե իհարկե Նիկոլա Հպատակ դատարանը չառարկեր, ընդ որում նաեւ դատախազության առարկություններ չլիներ, կտեսնեին, որ այստեղ պարոն Աշոտյանի մասին գործ չկա, խնդիրը ինչի՞ այստեղ հանցագործություն կա թե չկա, գործը պարոն Աշոտյանի մասին չի, այսինքն ցանկացածից կարող են Հայաստանում տեղի ունեցած ինչ որ մի դրվագով, որը ընդհանրապես մեր հետ կապ չունի, վերցնել եւ մեզ էլ սարքել, այդտեղ, չգիտեմ, մեղադրյալ, կասկածյալ կամ հետապնդումների ենթարկել, տրամաբանությունն էսպիսին է, որովհետեւ նույնիսկ ոչ մի տրամաբանական շղթագործողությունների իրենց չեն ծանրաբեռնել, որպեսզի պարոն Աշոտյանի դեպքում գտնեն այդ շղթան։ Հետևաբար ակնկալիք դատարանից ես չունեմ, ընկալումս հետեւյալն է, որ ամեն դեպքում դատարանի այս կազմը Դոլմազյանի գլխավորությամբ պիտի իր մեջ այդ ուժը գտնեն դադարեցնելու քաղաքական հետապնդումը, թե չէ արդարադատությունը կհաստատվի այն ժամանակ, երբ որ պետությունը վերականգնվի եւ պարզվի, թե այդ ում զանգով, որ մեկը չկարողացավ պարոն Աշոտյանին կալանք չտալ, հասկանում եք, այդ տրամաբանության մեջ է վերականգնվելու։ Իսկ հիմա ուղղակի պետք է դադարեցնել այս քաղաքական հետապնդումը եւ որքան շուտ դադարեցնեն իրենք պարոն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, այդքան ավելի մեղմ կլինի հետագայում այս իրավական process-ներով, այս զանգովի եւ պատվերով արդարադատություն իրականացրածների իրավական պատիժը։ Տիկին Մկրտչյան, անդրադառնալով ներքաղաքական process-ներին, իմաստնավորի սպասվող թիմ ընտրություններին Գյումրիում, Փարաքարում, տեսանք, որ Փաշինյանն անձամբ գնացել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, արդյոք սա վկայում է այն մասին, որ իսկապես ցայտնոտի մեջ են իշխանությունները եւ հենց առաջին դեմքով են փորձում հարցերը լուծել։ Սա լավագույն օրինակն էր, կամ կարելի ասել լավագույն հիշեցումը նորից, թե ով է Նիկոլը, ինչի է ընդունակ, ընդհանրապես լոկալ մակարդակով նայեք աթոռակռվի մասին է խոսքը, ինքը այդ աթոռի պաշտպանության հետևից է գնացել, հələ իր աթոռի մասին էլ չի, բայց էլի սպառնաց, էլի բռնաճնշումների կոչ արել, հանձնարարականները տվել, եկել է, էլի ում փռեն ասֆալտին եւ ինչ անեն։ Սա շատ լավ հիշեցում էր բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր գոնե թե հայտարարում են, որ Նիկոլի դեմ են պայքարում, չնայած մեկ-մեկ շեղվում են դեպի հանրապետական կուսակցությունը անհասկանալի նպատակներով, շատ լավ իրենց հիշեցում է, թե ինչ է անելու Նիկոլը ընտրությունների ժամանակ։ Միգուցե իրենք մոռացել են 2021 թվականի բռնաճնշումները, այդ քրեա օլիգարխների ախրանիկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներին, այն ոստիկանության համակարգը, որը ընտրությունները բնականon ընթացքով կազմակերպելու փոխարեն ընդդիմադիրների շտաբերի այնպես էր անում, որ աշխատանքը կասեցվի։ Միգուցե մոռացել էին այն հեղինակազրկված ԱԱԾ-ին, որը պատրաստ է ամեն ինչ անել Նիկոլի աթոռը պահելու համար, ինքը երեք լավագույնս հիշեցրեց, որ նույնիսկ Գյումրիում աթոռը պահելու համար իրենք պատրաստ են ասֆալտին ծեփել յուրաքանչյուրին, ինչ ազատ ընտրությունների մասին է խոսքը։ Երեք Նիկոլ Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ընտրությունների թեման, արդար ընտրությունների թեման, որտեղ գնաց ու տվեց այն բոլոր հանձնարարականները, որոնք կան։ Կարծում հիմա եւս մեկ անգամ առիթ է նշելու, որ հանրապետական կուսակցությունը այս սրա մասին է ասում, որ ասում է պետք չի Նիկոլի հետ որևէ process-ի գնալ եւ անունը դնել, որ սա քաղաքականություն է։ Չէ, սա քաղաքականություն չի, սա դավադրություն է պետության դեմ, դավաճանություն է հայ հասարակության նկատմամբ, հետեւաբար այդ դավաճանությունն է պետք կանխել, ոչ թե մտածել ընտրությունների մասին։